Օնիկ դուք տևական ժամանակ մի քանի ամիս կալանքի տակ եք եղել։ 2 ամիս գրեթե։ Նոր եք ասացիք նախնական մեր զրույցում կալանքից ազատ արձակման։ Ինչ խափանման միջոցներ կա։ Խափանման կալանքը փոխարինվեց երկրից չբացակայելու արգելքով։ Դատարանի որոշմամբ, այո։ Խնդրում մանրամասնեք ինչ քրեական գործ է ձեր մեղադրանքը եղել է Արգիշտի Մեխակյանի թիմ ընտրություններում հայոյելու համար, բայց ես ժողովուրդ չան, անելու բան չի, եթե ասենք այտենց որ վերցնենք Հայաստանի 70%-ը այսօր իշխանությանը հայոյում է։ 70%-ը կոնկրետ հայոյում է, Նիկոլ Փաշինյանն էլ իր աջակիցներն էլ։ Մեղադրանքում ինչպես է, քարոզարշավի ընթացքում է քարոզարշավի ընթացքում է եղել հայոյանքները, ես դատարանում եմ ասել, որ այո, հանրության առաջ հայոյելը սխալ է, բայց ոչ թե ընդհանուր գործն եմ ես կոպիտ ասած ընդունել ինձ վրա, ես այո իմ մեղքի բաժինը ունեմ, հայոյելը այդ ընթացքում սխալ է, այո, ընդունում եմ դա, բայց իրանք ընդհանուր գործը կազմել էին, որ ընդհանուր գործը ես ընդունել եմ, մեղք եմ վերցրել, ոնց որ հիմա թազա հարցաքննություններ պիտի լինի, ամսի 11-ին նորից հերթական նիստն է տեղի ունենալու։ Շատ լավ, այսինքն ինչպես եք հանդիպել Արգիշտի Մեխակյանի։ Ես չեմ հանդիպել, ոչ, եթերի ժամանակ է եղել այդ հայոյանքը, օնլայն տարբերակով եւ շրջիկ ոստիկանը, որ շրջում է եթերներում, իրանց նկարագրած թիմքով կալանավորել են էլի։ Դե նորմալ է, պիտի կալանավորեին, որտեվ սպասում է իրանցից, բայց չէի ակնկալում, որ այդ ընթացքում ակնկալիքներ կար, որտեվ առաջի անգամը չի միշտ եղել եմ իրավաբանների ուշադրության կենտրոնում, որտեվ իրանց վերադասը իրանց հրամայել է, որ լինեմ ես իրանց ուշադրության կենտրոնում։ Էջմիածնում կոնկրետ ԿՊ-ականների գործընթացին մեջ խոչընդոտ եմ հանդիսանում։ Կալանքից ազատվելուց հետո եղել է նաև սպառնալիքներ, խոշտանգումներ ԿՊ-ի կողմից, որ ես քաղաքի խնդիրներին չանդրադառնամ։ Դրանից հետո փորձեցին տեսան չի ստացվում, փոխարինեցին հրավիրելով ճաշկերույթի ռեստորաններում։ Ի տարբերություն իրանց, ես իրանց պես ծախված չեմ։ Էդի թո միշտ իրանց ականջին օղ անեն։ Ի տարբերություն իրանց, ես աթոռի կռիվ չունեմ անելու, ես եւս մեկ անգամ շեշտեմ, որ իմ կռիվը հայրենիքիս պաշտպանելու, հայ հողու ջրիս համար պայքարելու համար է։ Անիկ ասացիք սպառնալիքներ եղել, հա։ Այո, եղել են սպառնալիքներ։ Բերեք չբացեմ փակագծերը, ես իրանց նման չեմ, իրանք են սիրում իմ վրա գործ գրել, գործ կարել, ես չեմ ուզում ոչ մեկի անունը բարձրացնեմ, ցանկություն չունեմ։ Այդ գործով իրանք են զբաղվում, իրանք են լավ կարում մարդկանց վրա գրեն, տանեն, փագեն։ Ես իրանց նման գրող չեմ։ Այո, ԿՊ-ի աջակիցները կոնկրետ։ Սպառնալիքներ ֆիզիկական։ Ոչ, ընդհանուր միջև սպառնալիքներ եւ կվերացնեն ընտանիքով հանդերձ հետքը չեն գտնի։ Իսկ ով է դες ճաշկերույթ հրավիրել։ Եվս մեկ ԿՊ-ական խամաչը գերեւի մի 20000 ավել են տվել, ինձ էլ հրավիրում էին այդ 20000-ի դիմաց ինչ-որ ճաշկերույթի, բայց դե էլի ես իրանց փորձ են արել ձեզ հետ համագործակցել, հա։ Մի պարագայում այո, մյուս առաջի պարագայում եղել է սպառնալիք, երկրորդը եղել է համագործակցել, երրորդը տեսնենք ինչ կլինի։ Գործը դատարանում գնում է։ Այո, շարունակվելու է, գործը շարունակվելու է։ Բայց դե ես նորից եմ ասում, ես իմ եկեղեցու, ես իմ հայ հողու ջրի կողքին եմ, ինձ ոչ մի պաշտոն պետք չի, ես ոչ մի պաշտոնի նախ չեմ էլ կարա տիրապետեմ չունեմ այդ կրթությունը, որ տիրապետեմ այդ պաշտոնին, իմ միայն ու միայն շեշտս դրած է, որ լինեմ իմ հայրենիքի հողու ջրի կողքին, որովհետև այն ինչը որ ես տեսել եմ, չեմ ուզում վաղը միսօր մեր սերունդները տենան, իմ երեխեքը ապրեն այն ապրումները, ինչը որ ես եմ ապրել, ես եմ տեսել։ Ձեր ազգանունը կասեք։ Հարությունյան։ Խնդրեմ։